Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցակիցս բոլորին դեմ եմ կուսակցության падգամավորի թեկնածու Իշխան Գևորգյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ պարոն Գևորգյան հրավերն ընդունելու համար եւ այսպես քարոզարշավի օրերն ընթանում են, դուք ինչ եք արել եւ գոհ եք արդյոք արդյունքներից թե չէ։ Մենք ունենք մեկ խնդիր բոլորին դեմ եմ կուսակցությամբ, որ մեր քաղաքացիները իմանան, որ կա բոլորին դեմ եմ կուսակցությունը, կատարելու է մաքսիմալ նման բոլորին դեմ եմ տարբերակի դերը, որը եղել է մեր ծնողների ժամանակ մոտ 20 տարի առաջ։ Դա մարդկանց հասցնելու համար մենք հասցրել ենք լինել Կապանից մինչև Գյումրի, ամեն օր ունենք արշավներ, կատարում ենք բավականին յուրօրինակ ակցիաներ ու ելքեր ենք փնտրում այնպես անենք, որ մեր հայրենակիցները իմանան, որ այն մեթոդը, որ ստեղծված էր, որ պետք է քաղաքական ուժերը քաղաքացուն զզվացնեն, նա մնա տանը, արդյունքում այդ քաղաքական ուժերը վերարտադրվեն, արդեն ջախջախված է։ Քաղաքացիները ունեն հնարավորություն բոլորին դեմ քվեարկելու, երբ որ երկու նախագահ իրար տարբեր ժամանակահատվածներում համբալ են ասում, քաղաքացին հիմա շանս ունի երկուսին գնահատական տալ ոչ թե տանը մնալով կամ քվեաթերթիկը ճղելով, այլ ընտրելով բոլորին դեմ եմ ուժին, որը կատարելու է բոլորին դեմ եմ վանդակի դերը, պլյուս փորձելու է 100 օրում մաքրի դաշտը ստեղծի նոր արդար պայմաններ, որտեղ չի լինի անցած ընտրությունների պես երկու ուժ, երրորդին է հատուկ կանոնով բրթեն ներս, որ խորհրդարան ունենան։ Բայց ով է ասել, որ բոլորին դեմ լինելով մարդիկ պիտի գան ձեր հետևից։ Ձեր ասած տարբերակը կընտրեն։ Մեկը չի գնա քվեարկության, մեկը կգնա բոլորին կջնջի, թեև գրիչի հնարավորություն չկա, լավ քվեաթերթիկը կճղի եւ այլն։ Ձեր ասածը համեմատական չէ, այսինքն բոլորին դեմ լինելով, ձեզ կողմ լինելով, ո՞նց է դա հնարավոր, կամ ո՞նց եք դուք դա գնահատել։ Այս շատ կարևոր հարց է, տեսեք, այդ կգնա կճղի կամ չի գնան, տասնյակ տարիներ առաջ քաղաքական գործիչները հասկացել են ու մեկ հպումով բոլորին դեմ եմ տարբերակը քվեարկելու հեռացրել են։ Աշխարհում բոլորին դեմ եմ տարբերակի բավականին հետաքրքիր դրսևորումներ կան տեղեր, նույնիսկ որտեղ հաղթել է բոլորին դեմ եմ տարբերակը, որովհետև ընդեղի քաղաքական դաշտը մերինից մի քիչ էլ ավելի վատն է եղել, ավելի կոռումպացված, ավելի իրար հայոյող, խորհրդարանում իրար ծեծող։ Հիմա քաղաքական ուժերը հասկացել են, որ իրանց գնահատական տալու այդ գործիքը երբ որ հանեն, էլ ինչ ուզեն կարող են անել, ու դրա լավագույն դրսևորումը եղել է 23 թվականի Երևանի ընտրություններին։ 28%-ն է ընտրողների գնացել ընտրության, ու արդյունքում ունենք 9%-ի ձայներով քաղաքապետ, որը քաղաքը բերել է այս վիճակին։ Ավելին ասեմ ձեզ, եթե գներ 3%-ը, էլի ունենալու ենք քաղաքապետ։ Հիմա էլ եթե գնա 3%-ը ընտրությունների, մենք ունենալու ենք վարչապետ, խորհրդարան։ Դա մեր օրենքն է այդպես պահանջում, մասնակցողների առավելագույնը։ Այդ օրենքը նորմալ չի։ Եթե քաղաքացիների լուրջ մեծամասնությունը բոլորին մերժում է ու բոլորին դեմ է, որովհետև նրանք ընդունում են իրար ծեծելու կանոնը։ Պարոն Գևորգյան, բոլորին դեմ լինելը դա դեռ չի նշանակում, կամ դուք ո՞նց եք գնահատել, որ նշանակում է, որ ձեր քվեաթերթիկն են վերցնելու եւ քվեատուփի մեջ են նետելու։ Կար երկու տարբերակ բոլորին դեմ եմ տարբերակը վերականգնելու։ Առաջին հանրաքվեով կամ խորհրդարանի ձեռքով, որ այդ տարբերակը վերականգնեին, ինչը ներկայիս իշխանության ու ընդդիմության դեպքում անհնար էր։ Մենք կարող էինք օրինակ հայաքվեի կամ եվրոքվեի տարբերակով գնայինք, բայց մենք ընտրեցինք մյուս տարբերակը։ Ստեղծել այդ անունով կուսակցություն ու այն մաքսիմալ նմանեցնել բոլորին դեմ եմ տարբերակին, ասեմ թե ոնց։ Մենք չենք հավակնում падգամավոր աշխատելու խորհրդարանում, եթե չհաջողենք։ Եթե հաջողենք, մենք 100 օրում կատարելու ենք փոփոխություններ ու էլի կուսակցությունը ինքնալուծարենք, այսինքն մենք խաբեությամբ չենք փորձում մարդկանց համոզել, որ իրանք բոլորին դեմ քվեն գցեն, հետո պարզվի դա ինչ որ սոցիալ-դեմոկրատական ուժի մանկական երազանքների համար էր։ Մենք գալիս ենք, փոխենք կանոնները, որ շանս կտա փոքր ուժերին, հիմա 19 ուժ է մասնակցում, որից 14-ը հաստատ չեն անցնելու, դուք ինձնից լավ գիտեք։ Ձեր շանսերը 14-ի մեջ են, թե չէ։ Մեր շանսերը, ասեմ ձեզ, մեր շանսերը այստեղ է, այս բային շատ փոքր ուժ ենք, բայց մեր խնդիրը այն է, որ մենք ոչ թե դասական կուսակցություն ենք, որ ծրագրերով պետքա գնանք քաղաքացիների մոտ, այլ այդ քաղաքացիները կային, ես էլ եմ այդ քաղաքացիներից։ Ես 23 թվականին այն 72%-ից եմ, որ չի գնացել, որտեվ չունեի տարբերակ ընտրելու։
Այդ քաղաքացիները եթե իմանան, որ կարող է իրենց բոլորին դեմ եմ դրսևորումը արտահայտվել ու այդ դրսևորումը պահող մարդիկ կան, նրանք կգնան ու կքվեարկեն։ Արդյունքում համ կլինի ավելի մեծ մասնակցություն, համ կլինի բոլորին դեմ եմ մարդկանց ասացի դրսևորումը ու չեն կարողանա ասել, օրինակ լեգիտիմ քաղաքապետ ընտրված, որը փաստացի 28%-ի 30 քանի տոկոսով է ընտրված։ Լավ, պարոն Գևորգյան, քաղաքացիներին խոստումներ տալ եւ քվե դրա դիմաց ակնկալել։ Սա պատասխանատվություն է թե չէ։ Ամենամեծ պատասխանատվությունը քաղաքական ուժի ուսերին դրվող պատասխանատվություն է թե չէ։ Ամենամեծ պատասխանատվությունը ձեր ասած պատմության մեջ վերջում այդ խոստումները կատարելն է։ Չէ, բայց այն որ դուք տալիս եք խոստումներ, մարդիկ ձեզ վստահում են ինչ-որ գործ անելու, դուք պատասխանատվություն եք կրում այդ մարդկանց ձայների համար, որ ձեր խոստումները իրականացվեն։ Իհարկե։ Հիմա եթե դուք ձեր գնահատմամբ, ձեր կուսակցության թիվի գնահատմամբ ի վիճակի եք բոլորի ձայները վերցնելու, հավանաբար նաև կձևավորելու մեծամասնություն, որ ունենաք հնարավորություն 100 օր կառավարելու, հետո արդար ընտրություններ ձեր ձևակերպման կազմակերպելու, արդյոք դուք պատասխանատվություն կրելու եք այն քաղաքացիների համար, ովքեր վստահել են ձեզ, ձեր ծրագրերին եւ ձեզ ձայն են տվել։ Սա արդյոք պատասխանատվությունից խուսափելու քայլ չի, կբացատրեք։ Տեսեք, առաջին, մենք մաքսիմալ պատասխանատու ենք վարվելու մեր քաղաքացիների հետ։ Երկրորդ, մենք adekvat ենք ու 51% չենք հավաքելու, մենք հավաքելու ենք անցողիկ տոկոս, դրան ենք ձգտում։ Այնպես որ խորհրդարանում չլինի որևէ ուժ, որը 50%-ից ավել քվե ունի, որովհետև եթե այդպես եղավ, էլի ունենալու ենք նոր սուրպեր վարչապետ, ինքը ունենալու է նոր SMS-ներ, ընդդիմությունը լինելու է բուտաֆորիկ, ոնց որ էս վերջի 5 տարում է եղել ու ոչինչ չի արել, ոնց որ պարտվելու ենք այդ դեպքում։ Այսինքն դուք ընդդիմադիրների մանդատների հետևից եք գնում, ճիշտ եմ հասկանում։ Մենք ներսում ով կա բոլորի մանդատների հետևից գնալու ենք, օրինակ 5-ից 15% հավաքելու դեպքում գնալու ենք, ասենք, ընդդիմություն տվեք մեզ, անենք իշխանափոխությունը 100 օրից նոր ընտրություն անենք, որտեղ մենք մեր ձայնը ձեզ չենք կարող տալ։ Լավ, չեն տալիս։ Եթե չեն տալիս, նույնն էլ սենց ասած ներսի մնացած բոլոր ուժերը անուններ չդնենք իշխանություն ընդդիմություն, որտեղ հիմա կա իշխանություն ընդդիմություն, այդ ժամանակ չի լինելու։ Ներսի բոլոր ուժերից եթե 50+% չկարողանանք հավաքել, որ մեր ծրագիրը իրագործենք, ստացվելու է բոլորին դեմը պարտվեց, անելիք չունի, մանդատները դնելու է հեռանա։ Ինչպես կլիներ սովորական դեպքում, եթե ստացու ձայներ եք փոշիացնելու այդ դեպքում։ Ոնց ենք փոշիացնելու։ Վերցնում եք ձայներ, որոնք որ կարող էին նաև ձերը չլինել, եթե տեղ չտայիք մարդկանց ընտրելու մի քաղաքական ուժի, որը կարծես չի ուզում ստանձնել պատասխանատվություն։ Եթե դուք մանդատներ եք վերցնում, մտնելու եք ազգային ժողով ձեր գնահատմամբ, էլի եմ ասում, դուք վերցնում եք պատասխանատվություն այդ մարդկանց տված խոստումների համար։ Եթե դուք գնում եք, չեք կարողանում ձեր ասած ուժերից ստանալ քվեները կամ չգիտեմ մանդատները, ձայները, որ ձևավորեք մեծամասնություն 50 գումարած 1 եւ իրականացնեք ձեր ծրագիրը, ստացվում է դուք պատասխանատվությունից խուսափում եք։ Ոչ, մենք այդ մասն էլ ենք քաղաքացիներին խոստացել, պատասխանատվություն ստանձնելով, որ ձեր ձայնը չենք վերածի մեր աշխատավարձի գործիքի։ Այ պատասխանատվությունից խուսափում են այն ուժերը, որոնք ընդդիմություն են աշխատում 5 տարի այս կանոններով, որոնք փաստացի համարյա ոչ մի դեր չունեն։ Իրենց դերը սահմանափակվում է այդ ամբիոնը sense պինդ բռնել խոսալով, ձերբակալվածների վայրեր են մի քիչ կարող մտնեն մեկ-մեկ, երբ որ իրենց թույլ են տալի ու ոչ մի լուրջ դեր չունեն, ոնց որ աշխարհի նորմալ ժողովրդավարական երկրներում։ Մենք դա չենք ուզում անենք, պլյուս մենք բոլորին դեմ մարդկանց ենք ներկայացնում։ Մեկ է վերջի լրացում, որ մենք չենք հավակնում կողմնորոշված քաղաքացիների ձայներին։ Նույն մեր ընտրարշավը բոլորից գիտեք ինչով է տարբերվում։ Երբ որ քաղաքացին ասում է ոչ, ես ընտրելու եմ այս համարին, ոչ մի խոսակցություն այդ քաղաքացու հետ չի լինում միտքը փոխելու կապակցությամբ։ Մենք հույս ունենք չգնացողների գնալու վրա ու չկողմնորոշվածների, ինչպեսին կայք մենք։ Հենց մեծ մասը այդ չկողմնորոշված զանգվածի մարդկանց քվեարկության վրա է հույսը դնում։ Այդ ուղղությամբ են փորձում աշխատել, բայց դա դեռ չի նշանակում, որ դուք հնարավորություն կունենաք ազգային ժողով անցած ուժերից ստանալ ձայները եւ ձևավորել ու իրականացնել ձեր ծրագիրը մեծամասնությամբ։ Գիտեք շանսը ինչու է մեծանում։ Համարյա բոլոր քաղաքական ուժերն ու այն խոշորները, որոնք հավակնում են մտնել խորհրդարան, բոլորի առաջին նպատակը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է։ Համաձայն եք։ Այդ ուժերին մենք այդ շանսը տալու ենք, եթե գան մեր օրակարգով։
ու իրանք մնալու են այն պատասխանատվության տակ, եթե մեր հետ չմիանան։ Հստակ այսօրվա հեռացման հնարավորությունը փոխարինելու են այդ օրինված երկրորդ փուլով, որը էլի աննորմալ է, այդ կայուն մեծամասնություն գեներացնելու ձև է, էլի ու գնան արկածախնդիր երկրորդ փուլին։ Մինչդեռ մենք, եթե համաձայնվեն, լինելու ենք փոքրամասնության կառավարություն, այսինքն իրանք մեր ձեռը գերի չեն ընկնելու, ոնց որ հիմա ԿՊ-ի ձեռն են։ 100 օրից էլ ուզած-չուզած այդ փոփոխությունը պետք է անենք ու հեռանանք։ Մենք եթե որոշենք ոնց որ իրանց խաբել, այդ ճարը չունենք։ Այնտեղ impeachment-ի 100 հատ մեթոդ կա, այսինքն իրանք ընտրության առաջ են կանգնելու շատ ծանր ռեալ այսօրվա իշխանափոխություն, որը իրանց առաջի, երկրորդ, երրորդ, 10-րդ նպատակն է 11-ից նոր գալիս է աշխատատեղեր, էսեն, կամ արկածախնդրություն երկրորդ փուլի տեսքով, որտեղ ԿՊ-ն ունի ողջ վարչական ռեսուրսը, ինքը արդեն տեսած է լինելու ռիսկը իշխանության կորուստի ու լրիվ ուրիշ ագրեսիվությամբ հարձակվելու է նրանց շատ վատ վիճակի մեջ։ Բայց եթե նույնիսկ ձեր ասած սցենարը աշխատի, թող գնահատեն փորձագետները դա որքանով է հավանական, այդուհանդերձ արտահերթ ընտրություններ եք, չէ՞։ Ենթադրում եմ պլանավորում կազմակերպել։ Մեր քաղաքական դաշտում ոչինչ չի փոխվելու։ Մեր քաղաքական դաշտում նույն կուսակցություններն են մնալու, կուսակցություններ, որոնք նոր են ստեղծվել, կուսակցություններ, որոնք այսօր էլ ունեն մեծ ռեսուրսներ եւ ավելի մեծ հնարավորություններ, օրինակ ի տարբերություն ձեր քաղաքական ուժի կամ մեկ այլ քաղաքական ուժի եւ ինչ է շահելու քաղաքացին անընդհատ մտնելով ընտրական որևէ փուլի մեջ, եթե քաղաքական դաշտում ոչինչ չի փոխվում, էլի մարդիկ կընտրեն այն քաղաքական ուժերին, որոնց ընտրել են մինչեւ կամ 1 տարի առաջ կամ 100 օր առաջ, ինչ եք փոխելու դուք, կամ պետական միջոցները նորից պետք է ներդնեք ընտրությունների կազմակերպման մեջ եւ ամեն ինչ փոխվելու է, ասեմ ձեզ ոնց։ Հիմա բազում երիտասարդներ, ովքեր սրտանց ուզում են զբաղվել քաղաքականությամբ Հայաստանին օգուտ տալու համար, ունեն երկու տարբերակ։ Մեկը ստեղծեն իրենց դասական ուժը, որը այդ 4%-ը տենց է չի հատի, ինչպես մեծ մասի հետ լինելու է։ Մյուսը գնալ միանալ մի հատ մեծ ուժի այն հույսով, որ իրանք այդ ուժը ներսից կփոխեն։ Հիմա տեսնում ենք թե մեծ ընդդիմադիր ուժերում, թե ԿՊ-ում բավականին այդպիսի մարդիկ շատերին անձամբ եմ ճանաչում ու որակում եմ որպես լավ մարդիկ։ Բայց նրանք տեղյակ չեն, որ չեն հաջողելու, ոչ թե իրենք են փոխելու այդ ուժերը, այլ այդ ուժերը փոխելու են նրանց։ Իսկ 1% շեմով համ այդ մարդիկ իրենց նմանների հետ շանս են ունենալու ուժ ստեղծեն ու ներսում այլ խոսք լսելի լինի, համ են փոքր ուժերը, որոնք լրիվ ուրիշ բաներ էին առաջարկում, օրինակ ասենք Լևոն Տեր-Պետրոսյանի ուժը ասում էր պետքա մերձեսման գնանք, բարեշենք, ինչ որ զիջենք, չէ, իրենց ձեն չհասավ, այդ խոսույթը 5 տարի չլսվեց ոչ միտեղ, մեկ է մի օր փաստի առաջ կանգնեցինք։ Մի օր արդեն հիմա որ բարձր ասեմ Արցախ կարող է խնդիր դառնա այդ վիճակին եկանք։ Մինչդեռ այդ մարդիկ է պետքա լսելի լինեին։ Անկախ իմ իրենց վերաբերմունքից էլի։ Ու տենց էլի փոքր ուժեր կան, որոնք այլընտրանք են տալի։ Ընտրական օրենսգիրքը ինչի է սահմանել այդ շեմեի տարբերակը 4% կամ 6% կամ 8% դուք հիմա առաջարկում եք 1%, այսինքն օրենքը հենց այնպես չի գրվել, որ պիտի լինի անցողիկ շեմ կուսակցությունների համար, որ յուրաքանչյուր ոք, որ հավակնում է 0.001%-ի, չկարողանա հայտնվել ազգային ժողովում, այսինքն շեմը հատուկ նպատակադրումով է, չէ՞ ընտրական օրենսգրքում դրված։ Դուք ինչու եք ուզում, որ այդ շեմը իջեցվի, հասցվի 1-ի, բացատրեք։ Ասեմ, 0.001%-ը 1%-ից 1000 անգամ փոքր է։ Առաջին, երկրորդ պայմանական չէ, ուղիղ 1000%-ը, բայց հարց չկա, պայմանական ասենք 1%-ը 4%-ից ընդամենը 4 անգամ է փոքր։ Հաջորդ, այս ընտրություններին բոլոր ուժերը, որոնց համ ես անձամբ համ մեր ուժը դեմ են, մասնակցում են, գիտեք, որ կանոններով, այն կանոններով, որին ԿՊ-ն անվանում էր Սերժի կոստյում։ Այդ նույն կոստյումի համար պայքար է հիմա գնում։ Այդ կոստյումը կառուցված է այնպես, որ միշտ Հայաստանում 26% հավաքող իշխանությունը կարանա վերարտադրվել։ Այս կոստյումը խոստումով եկան փոխելու, այդպես էլ չփոխեցին, ու եթե սա չփոխվի, մենք ունենալու ենք անընդհատ տուրբուլենտ երկիր կամ դիկտատուրա անունը սուպերվարչապետություն կամ ժողովրդավարություն դրած։ Այսօրվա բոլոր ուժերը այս կանոնի տակ են ստորագրել, սրանով են մրցում, կամ գնալու են բոլորիս տիրեն, այդ SMS-ով, հեռախոսներով, դատավորներով, բանով, կամ գնալու են մոտները ընդդիմություն աշխատեն, ոնց որ այն երկու ուժը աշխատել են այս ողջ ընթացքում։ Հիմա մենք այդ ամեն ինչին փաթեթով դեմ ենք, մենք հույս ունենք, որ անհրաժեշտ ու բավարար փոփոխություն եք պատկերացնում։ Դուք ունեք հնարավորություն 100 օրում դա իրականացնելու։ Կետ առ կետ, այնտեղ կա 60% անհրաժեշտ,
Հստակ 3 կետերն են, եթե անհրաժեշտ լրացումներ կլինի ընթացքում, դա էլ կարող քննարկելի դառնա, բայց պետք է մի հատ հիմք ստեղծվի քաղաքական նոր իրողություններ։ Այդտեղից հետո լիքը ուղղելու բաներ կա։ Այդ ուղղելու բաները որ չանենք, Դե դուք 100 օր հետո գնում եք, ո՞նց եք ուղղելու։ մենք գնում ենք լիքը հայ մարդ մնում, պլյուս մենք մեզնից են նրանք, ովքեր չեն ստանձնել կառավարության պաշտոններ, որ այդ ռեսուրսը չկիրառեն, կարող են մնալ ու շարունակել տարբեր ուժերի հետ կամ իրար հետ ուժեր ստեղծեն, այս բային բոլորին դեմ եմ լրիվ ուրիշ հայացքներով հայեր են միավորված։ Վաղը կարան այդ մարդիկ տարբեր կուսակցություններով հանդես գալ, որովհետև իմաստ ունի։ Ես է կարող էի գտնել մի ուժ, որը օրինակ համապարփակ անվտանգային համակարգը ընդունում է ու միանալ դրան, որտեղ վերջի 5 տարին դրան եմ նվիրել իմ կյանքից, բայց անիմաստ է դառնալու գնալու այն ձեր ասած փոշիացումը տեղի ունենա։ Իսկ այս դեպքում շանս է լինելու, որ խորհրդանում ոչ թե լինեն մի 40 հոգի տարբեր կուսակցություններից, որոնց անունը ոչ մեկս չգիտի, կեսը ԿՊ-ից, կեսը ընդդիմություններից, այլ 1-2 հոգով, բայց ուժեր դեմք ունեցող, իրancs ներկայացնող, որոշ դեպքերում իմ ու ձեր կարծիքով, որ պետք է չլինեին տենց ուժեր, բայց տենց ուժեր իրանք է պետքա լսելի լինեն, բազմա բևեռ խորհրդարանա լինելու, կարծիքների բախումներա լինելու, չեն կարողանալու նախկին ներկա բոշափչացած տարբերակով 5 տարի մեզ զբաղացնեն, այդ ընթացքում միտեղից մի բան հանձնեն, միտեղ մի բան զիջեն, ներսում արքեպիսկոպոսների ձերբակալեն, ես բառերը ուղիղ կարում եմ ասել, ու փոխվելու է լրիվ իրականությունը։ 100 օրում ինչ եք հասցնելու անել։ Այդ 3 փոփոխությունն ենք անելու ու դնենք արտահերթ ընտրություններ։ Այս կանոնով ընտրություններով երբեք առողջ խորհրդարան չենք ձևավորելու։ Բայց ես հարցրեցի հետեւյալի մասին, որ մեր քաղաքական դաշտը չի փոխվելու։ Փոխվելու է, կանոնը երբ որ փոխում եք, մի հատ կարևոր կետ ասեմ, պատկերացրեք։ Այն կուսակցությունները, որոնք այսօր կան, որոնք ազդեցություն ունեն թե ընդդիմադիր թե իշխանական դաշտում, ձեր կարծիքով փոխվելու է միայն նրա համար, որ դուք 100 օր կառավարեցիք, 100 օր հետո որոշեցիք ընտրություններ ձեր գնահատմամբ արդար իրականացնել, քաղաքական դաշտել 1 վայրկյանում փոխվեց, մարդիկ էլ նոր մարդկանց են տեսնելու։ Բոլոր բաները կախված են նրանից, թե ինչ միջավայրում են դրսևորում։ Այս քաղաքականների պատճառով հաստատ ես էլ դուք էլ հեռուստադիտողներ լիքը բարեկամներ ունեն, ովքեր ապրում են դուրսը։ Ու շատերը այստեղ գործ չունեին, աշխատում էին, չաշխատեին, բայց նույն ԱՄՆ-ում 12 ժամ աշխատում են, ես էլ այդպես ընկերներ ունեմ։ Այդ նույն մարդն է։ 1 տարի առաջ այստեղ թաղի անկյունում պպզած էր, հիմա այնտեղ 2 գործ է անում։ Փոխվել է իր կյանքում միայն միջավայրը։ Մինչդեռ ինքը իր հայրենիքում շատ ավելի լավ կարող էր դրսևորվել առանց համարվելու երկրորդ տեսակի մարդ, ինչը մնալու է Ամերիկայում մինչև մահ։ Հիմա եթե կանոնը ներսի փոխենք, այս փտած համակարգը, որով կամ պետքա ընդդիմություն աշխատես, դու էլ այդ պարգևատ վճարներից օգտվես, բայց ձեն չհանես, կամ էլ իշխես ոնց ուզես, այդ կանոնները կամ փոխվելու է, մենք մարդավարի ապրենք, կամ մեր հարազատները, մեր երեխաների հարազատներն էլ են այս օրինակը բերելու տասնյակ տարիներ հետո, որ իրանց ընկերը Հայաստանը փոխելուց հետո չգիտես ինչի դարավ մարդավարի աշխատող, փոխվեց, կայացավ ու Սփյուռքում աղքատ հայ չկա, չգիտես ինչի։ Հայաստանում էլ է դա հնարավոր։ Բոլորին դեմ եմ այդ տարբերակն է, որ կատարի այդ ճեղքումը։ Բերի փոփոխություն։ Այնպես չի, որ մենք պարապեինք մեր ընկերներով այնտեղ լուրջ գործարարներ, ճարտարապետներ, ես իմ պատերազմի մասնակիցներ, մարդիկ կան, որոնք պարապ չեն։ Դուք ռեալ քաղաքականության կողմնակիցն եք։ Այո։ Ձեր շանսերը ո՞նց եք գնահատում։ Մեր շանսերը գնահատում ենք, եթե մենք ռեալ հասնենք քաղաքականության տեսանկյունից։ ասեմ, պրինցիպիալը 2 բան, որ հասնենք շեմի հատմանը, ասենք 15%-ից ավել հաստատ չի լինելու մեր ցայները։ Ու այնպես լինի, որ մեկ ուժ իշխանություն չկազմի։ Այդ 2 շանսն է ու շանսը ջանքի հետ ուղիղ կապված է։ Դա եմ ասում, ո՞նց եք գնահատում այդ շանսը։ Քանի տոկոս եք հավաքելու, որքանով եք հաղթահարելու, շեմը կհատեք թե չէ։ Հիմա ռեալ խնդիր է դրված շեմը հաղթահարելու։ Ես շատ ռեալ վիճակը գիտեմ։ Դա եմ ասում, շանս ունեք հաղթահարելու։ Մենք ստեղծվել ենք 6 ամիս առաջ ու այդ 19 ուժից շատերից արդեն առաջ ենք։ Հիմա որքան առաջ եք, ո՞նց եք գնահատել, ինչ հարցումներ եք արել։ Կանանք նույնիսկ թվերի մասին խոսեք։ Հա, կանանք նույնիսկ վերջի հրապարակված տարբեր։ Օրինակ ԿՊ-ից առաջ եք կամ ուժեղ Հայաստանից առաջ եք, Բարգավաճից առաջ եք, հետ եք։ Հիմա այդ հարցին ես լուրջ դեմքով ձեզ պատասխանեմ, որ ես ասում ռեալ քաղաքականության մասին, եթե դուք խոսում եք եւ ձեր շանսերը բարձր եք գնահատում, ասեք, որ քաղաքականությունից առաջ կարող եք անցնել, որ շեմը հաղթահարեք։ Այդ բոլորից հետ ենք, այդ բոլորից մի բանով ենք առաջ, adekvatությամբ։ Հիմա ունենք 20 քանի օր, որտեղ եթե ջանք տնենք, այդ շեմի հաղթահարման հարցը լուծվելու է։
ձեր հեռուստաընկերությունը նաև այդ գործիքներից մեկն է, որ ժողովուրդը իմանա, որ կարող է քվեարկի բոլորին դեմեմ ու մենք իրենց բոլորին դեմեմ դիրքորոշումը կդրսևորենք, չի դառնա դա ճղել թափել կամ վաղամերիկ Չակ Նորիսին ընտրել։ Մենք դրան տեր կլինենք։ Ես ձեզ պետք է խնդրեմ, որ եւ ինձ համար եւ նաեւ մեծ դիտողների համար եւս մեկ անգամ հստակեցնեք քայլերի այն հերթականությունը, որը դուք ծրագրում եք իրականացնել, եթե հաղթահարում եք ազգային ժողովի այդ անցողիկ շեմը։ Ինչ եք անում դրանից հետո։ Դիցուք հաղթահարեցիք։ Անցողիկ շեմը հաղթահարելուց հետո պետք է լինի վիճակ, երբ որ ոչ իշխանությունը, ոչ ընդդիմությունը 50+ չունեն, որովհետև մեկը, որ այս կանոնով հաղթեց, ոնց որ ամեն ինչ դառնում է նույնը, ոնց որ հիմա է անիմաստ։ Եթե սահմանենք պայմանական 10, 45, 45, ընդդիմության հետ գնում ենք երկխոսության, որ ձեր առաջին պլանը Նիկոլ Փաշինյանին հեռացումն է, մենք ներկայացնում ենք բոլորին դեմ մարդկանց, մենք ոչ մի դեպքում, ոչ ձեր, ոչ Նիկոլ Փաշինյանի հետ չենք կարող միավորվել։ Դուք պետք է համաձայնվեք մեր վարչապետի տեխնացուի լինելուն, որ 100 օր նա գա, կատարի 3 փոփոխությունները, շեմը իջացնի 1%, կայուն մեծամասնությունը, այդպես ասած, երկրորդ փուլը վերացնի։ Այդ ընթացքում այդ ձայները ձեզ պիտի քվեարկեն, որպեսզի դուք կարողանաք փոփոխություններ իրականացնել։ Բոլորին դեմ տարբերակը դրվի, որ մենք մեր կուսակցությունը լուծարենք ու լինի նոր ընտրություններ։ Դրանից հետո նրանք կմասնակցեն ընտրությունների առանց ԿՊ-ի վարչական ռեսուրսի, ինչը ով էլ ինչ ասի, մենք հասկանում ենք ոնց է կիրառվում, ռեալ ավելի լուրջ շանս կունենան, դրանից հետո բոլոր այն փոքր ուժերը, ովքեր ասելիք ունեն, նույնպես շանս կունենան ու կունենանք հայ ազգը ներկայացնող ու ՀՀ քաղաքացիներին խորհրդարան։ Չի լինի 200,000 ընտրող։ Հետո ընտրող։ դուք ձեր մանդատներից կհրաժարվեք, եթե ստանաք ստացած մանդատը։ Նոր ընտրություն կլինի, հա, որովհետև չէ, կմնանք խափենք իրենց բանկ աշխատենք։ Իհարկե, մենք մեր խոսքերին տեր պետքա կանգնենք։ Հետո կլինի նոր ընտրություն, որտեղ կձևավորվի խորհրդարան, որը ներկայացնում է հենց հանրության կարծիքը։ Հիմիկվա խորհրդարանին նայենք։ Հիմիկվա խորհրդարանը մեր ողջ հանրության հայելին է, հա, այդ 3 դեմքն ունի մեր հանրությունը։ Ընդհանրապես այդպես չի։ Ինձ միայն մի բան է զարմացնում, որ դուք համոզմունք ունեք, որ եթե արտահերթ նոր ընտրություններ դուք կարողանաք կազմակերպել, կլինի այնպիսի խորհրդարան, որը ձեր պատկերացմամբ այն խորհրդարանն է, որը հարկավոր է լինելու կամ լավն է լինելու, որովհետև սա ի վերջո ընտրություն եւ ընտրության արդյունքները, եթե ժողովրդավար երկիր ենք, պիտի որ որևէ մեկիս համար հայտնի չլինի, բայց դուք ոնց որ համոզմունք ունեք, որ եթե դուք գաք, հետո արտահերթ ընտրություններ կազմակերպեք, կլինի այն խորհրդարանը, որը դուք եք պատկերացնում, այն ուժերը, որը էլի երևի դուք եք պատկերացնում, բայց այդուամենայնիվ դուք տարբեր ակցիաներ եք իրականացնում, պարոն Գևորգյան, ջուր ծեծելու ակցիա, հայտնի Սպայդերմենի Սարդմարթու հագուստով ակցիաներ եք իրականացնում, ինչու եք սա անում։ Այն առաջի այնուամենայնիվին պատասխանեմ, հետո երկրորդին էլի, դա ոչ թե իմ մանկական երազանքներն է, որ լավ ուժեր կգան, այլ հստակ ստատիստիկա է, օրինակ եթե 1%-ով լիներ անցած ընտրություններին, մոտ 10 ուժ կլիներ, 1, 2, 3 մանդատներով, որոնք ասելիք կունենային, այսինքն ինչ որ նոր պետքա լինի լավ քան թե վատ տարբերակ չի։ Երկրորդ, մենք իրականացնում ենք ակցիաներ, որոնք էական տարբեր են ամեն ինչից, նույն Սպայդերմենը դա այդ փրկիչի մարմնավորումն է, որ բոլորը փրկիչ են, չէ՞, ուզում որ պետքա գա փրկի, սուպերհերոսից է լավ ով պետքա փրկի։ Ջուր ծեծելու ակցիան դա այնա ինչ որ հիմա կատարվում է։ Այսօր բուկլետ էր ձեռս ընկել, որտեղ խոսք էին տալի, որ ավտոբուսի վարձը դառնալու է 100 դրամ։ Դե ուժ կա, ասում են անվճար կսարքենք տրանսպորտը։ Նախիջևանը հետ բերելու խոստումներ եմ լսել։ Հարկերը զրոյացնելու մասին խոստումներ կան, դուք ձեր խոստումներից խոսեք։ Մերը ես կարճ էր, ասենք ես հաղորդումը կարակ մյուս հաղորդման տեղն է փլեի տակ, նոր բան չկա ասելու, 3 փոփոխություն ու գնանք։ Չեք գնանք։ անդրադառնում process-ը այսպիսի ակցիաները։ Ախր եկեք ժողովուրդը թող ասի, էլի չագուչով ջուր ծեծելն է ավելի ծիծաղելի, թե հարկերը զրոյացնելը, Նախիջևանը վարձկաններով աֆրիկացի հետ բերելը, ավտոբուսի գինը 100 դրամ կամ 0 սարքելը կամ դրա միջի պայքար ու դա երբ որ անում են լուրջ դեմքով։ Մեր մոտ ջուր ծեծում է Սպայդերմենը, մեկ է հավեսի համար քաղաքացիները։ Այն ինչ որ հիմա քաղաքական գործիչները անում ու պատասխան չեն տալի դրա համար, ասենք Շուշին ու Հադրութը հետ բերեն, բացահայտել են որ խոստում տալը ջրի է, տալիս են։ Մենք դա ծաղրում ենք։ Ընթացքում էլի ենք ծաղրելու, կարող է ասենք իրանց վրա, նո իրանց նկարների էլի ոչ կա գլորեն։ Քաղաքական process-ն եք ինչ եք անում, ինչ եք շահում դրանից։ Հետաքրքիր հեքիաթ կա, թե ինչ եք անում։ Որ երեխան գոռում է թակավորը մերկ է։
Մեկը պետք է ասի, որ այս ամեն ինչը աննորմալ է։ Կարող է հմեկում լրագրողները գոնե չեն կարա դա թույլ տան ասեմ, բայց ես կարամ օգտվեմ ու ասեմ, որ աննորմալ է խոստանալ ես իմ վարսկաններով ես ինչ անել կամ այն մյուս բանը անել, այդ ամենը աննորմալ է։ Խոստում տալ, որ թոշակներն է բարձրանալու, էսա լինելու 300%, 500% չլնող բաներ խոսք տալը աննորմալ է։ Դրա համար մի ձև պատասխանատվության բերել պետքա լինի, որը 35 տարի չի եղել։ Դրա պատճառով իմ ու իմ խելքի ընկերների գլխին բոմբեր անգե, մի մասը հետ չեմ վերադարձել։ Հիմա էլ մեզ ասում են, որտեղ դու կռվել ես, դրա անունը հանգարց Արցախ չասես, հետը խնդիր կլինի։ Այդ ամենը աննորմալ է փաթեթով։ Այդ ամենին ծաղրելուց բացի մեկ էլ կարող ենք բոլորին դեմ մարդկանցով միավորվենք, ճեղքենք, փոխենք։ Քանի դեռ չենք ճեղքե, ծաղրելուց ենկոմ, գնահատական տալուց ենկոմ բան չենք կարող անել։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս բոլորին դեմ եմ կուսակցության падգամավորի տեխնացու Իշխան Գևորգյանն էր։ Կհանդիպենք։